Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես պոդքասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ, ձեզ հետ Անին է։ Եվ Գոհարը։ Այսօր քննարկելու ենք սահմանները ծնող եւ երեխա հարաբերություններում։ Սահմանները առհասարակ բավականին կարևոր են յուրաքանչյուր հարաբերություններում ու ծնող երեխա հարաբերությունները դրանք ամենակարևորներից մեկն է, որովհետև երեխաները երբ որ ծնվում են, իրանք ծնողի միջոցով են աշխարհը ճանաչում ու առհասարակ սահմաններին ծանոթանում, դրա համար դա կարևոր է որ արվի բավականին նուրբ ու գրագետ ձևով։ Հիշեցնենք, որ սահմանները գիտակցելն է, թե որտեղ է ավարտվում դու եւ որտեղ է սկսվում կողքի մարդը։ Եվ կասեք, թե ինչ առհասարակ սահմանը ծնող եւ երեխա հարաբերություններում, չէ՞ որ այդտեղ որևէ սահման չպետք է լինի, բայց իրականում հակառակը դա երեխայի կյանքում առաջին սահմանն է, որը պետք է դնել, գիտակցել եւ պաշտպանել, քանի որ երեխայի եւ ծնող հարաբերություններում չափահասը ծնողն է եւ ինքնապատասխանատու այդ հարաբերություններում ճիշտ եւ գրագետ, ինչպես Գոհարը ասեց, սահման ստեղծելու համար։ Ու իհարկե նշենք ամենակարևոր բանը, որ երբ երեխան ծնվում է, ինքը չի հասկանում, որ ինքը իր մամայից առանձին ինչ-որ գոյություն ունի։ Ինքը գիտի, թե ինքը իր մամայի հետ գոյություն ունի, ոնց ինքը գոյություն է ունեցել 9 ամիս։ Ու երբ որ իրանք մեծանում են արդեն, ես վստահ եմ, ով երեխա ունի, ով չէ, ոնց որ շրջապատի երեխաներից հաստատ նկատել է, որ երեխաները երբ որ սկսում են խոսալ, իրանք սկզբից չեն ասում, չեմ, ես գնացի, տուր ինձ, այդ ինձ, ես այդ հասկացությունը չունեն։ Այսինքն իրանք չեն ձևավորը այն, որ իրանք առանձին են։ Ու սկզբում էլ, երբ որ ծնվում է երեխաները ծնվում են, իրանք իրանք մամայի մի մասն են, իրանք մամայի կարիք ունեն, շուրջ, այո, հետ շուրջ վրա ամենտեղ երեխաները մամայի հետ են։ Հետո ժամանակի ընթացքում այդ կապը սկսվում է մի քիչ ավելի թուլանալ ու ինչ որ կետից սկսում է երեխան հասկանալ, որ ինքը առանձին գոյություն ունի։ Ու հետո սկսում արդեն հասկանալ, որ գոյություն ունեմ ես, գոյություն ունեն իմ կարիքները, ես ուրիշ եմ, ինքը ուրիշ է, բացի մամայից կա պապա, բացի պապայից կա ինչ որ ուրիշ մարդիկ, ովքեր ունեն իրենց պահանջմունքները, կարիքները, իրենց խփել չի կարելի, իրենց չի կարելի ինչ որ բաներ անել, որ անեմ ինչ որ հետևանքներ ունի, այսինքն երեխան սկսում է զարգանալ ու այդ զարգացման փուլում շատ կարևոր է որ ծնողը կարողանա այդ ճիշտ սահմանը դնի, սահման ասելով մենք այդտեղ ավելի շատ նկատի ունենք այն, որ երեխան նուրբ կարողանա հասկանա, որ ես առանձին եմ, ես ունեմ կարիքներ, մաման էլ ունի, պապան էլ ունի, ուրիշ մարդիկ էլ ունեն, ես ինչ որ բաներ կարամ ուզեմ, ինչ որ բաներ կարելի չլինի ու այդ է հիմնական կետը, որը ձևավորում է հետագայում արդեն մեր մեծ տարիքի հարաբերություններում այդ սահմանները հասկանալը, գիտակցելը, խախտելը, չխախտելը, դրա համար մենք շատ հորդորում ենք, որպեսզի եթե ունեք երեխաներ, կարդաք, ուսումնասիրեք ու շատ ավելի գրագետ ու ճիշտ ձևով դրվի այդ սահմանը, որ երեխան ինքն էլ հասկանա, թե ինչա կատարվում, որովհետև դուք առաջին աղբյուրն եք, ումից ինքը սովորում է այս կյանքը ինչ է։ Ու ես այդտեղ երևի չեմ ասի, բայց ես այդտեղ հիմա կուզեմ ասեմ, որ ասենք, որ երեխան ծնվում է, շատ լսած կնես որ ասեմ։ Հարցնել դա ազդում է, այդ եսի ձևավորման ավելի ուշ ժամկետի վրա թե այդքան էլ չէ։ Կազդի, հաստատ մենք արեցինք, մենք իրանք, մենք գնանք։ Վստահ եմ կազդի, այս սահմանների վրա կազդի, եսի ձևավորման վրա կազդի, որովհետև ասենք չգիտեմ, որ ասում են, մենք 9 ամսական ենք, մենք արդեն 2 տարեկան ենք։ Մենք գնացինք զուգարան։ Մենք կերանք, այսինչ բան է։ Այսինքն խոսքի։ Մենք դառանք 2 տարեկանը, մենք այն բաները արդեն կարող ենք խոսանք, անձի պրամ անձի հետ կապված։ Այդ ինչ որ նիպանյատնի է, դա պետք չի։ Հետի ասենք դու կապ չունես։ Երեխաները պատահորն է, ավտոմատ մեծանում է ինքը։ Քննարկենք մի քանի օրինակ, թե ինչու առհասարակ սահմանները ծնող եւ երեխա հարաբերություններում։ Օրինակ, ծնողը շատ հաճախ կարող է որոշել երեխայի տեղը, թե ինչա ինքը զգում, ինչա ուզում, ինչա անում, եւ դա չուղեկցվի որևէ բացատրությամբ, օրինակ ինչ որ բան արգելվի եւ ասի, որ չէ, ուղղակի սենց է եւ վերջ, եւ երեխայի մոտ տպավորություն ստեղծվի, որ դա
այնպեսի բան է, որ ուղղակի ծնողն է այդպես ուզում, տենց ասեցի, տենց է պետք, տենց եմ ուզում, ինչը էլի ինչ որ սխալ պատկերացում է ստեղծում երեխայի մոտ այդ սահման կոչվածի մասին, օրինակ, երբ որ ասվում է մենք ոչ թե դու, այսինքն չկա այդ սահմանը, երբ որ երեխան է ինքն է իր էմոցիաներով, իր զգացումներով, իր ինչ որ ցանկություններով, կարիքներով, այլ կոպիտ ասած ինչ որ ծնողի ասածով է, ծնողը գիտի ոնց է ճիշտ։ Էլի ծնողն է պատասխանատու, հա, երեխայի ֆիզիկական եւ մնացյալ կետերի համար ֆիզիկական անվտանգության, բայց խոսում ենք արշատ այդ առողջ սահմանը դնելու մասին, էլի հենց մանկուց։ Իհարկե, նաև այստեղ շատ կարևոր է նշենք, որ երբ որ ինչ-որ բան օրինակ երեխային արգելում եք, անպայման կարևոր է ասել, որ գիտես չէ, որովհետև օրինակ դա վտանգավոր է, որ ինքը իմանա, որ չեն վտանգի հետ է կապված, չեն կապված ինչ-որ բաների հետ, ինչը որ իրոք չի կարելի անել, ոչ թե այո, ոչ թե ես պրոստը տենց եմ ուզում, կամ ես պրոստը հավես չունեմ, իհարկե կարող հավեսը չունենաք, ու էդ էլ կարելի է շատ նուրբ ու գեղեցիկ ձևով երեխային բացատրել, որ գիտես ես հիմա չեմ կարա։ Ես մի քիչ հոգնել եմ, հա, որ ինքը չմտածի օրինակ, որ վայ իմ ժամանակը չունի, ես իր համար կարևոր չեմ, այլ օրինակ ընկալի, որ հա, օքեյ, մարդը կարա հոգնած լինի ու ես դա պիտի հարգեմ։ Իհարկե մենք մի քիչ ավելի հասուն տարիքի երեխեքի մասին ենք հիմա խոսում, բայց ամեն դեպքում այդ սովորությունը շատ կարևոր է ձևավորել մանկուց։ Հա, պիտի մանկուց անցած կրկնես, ասես, որ դա ինչ որ իր հարցիկը ունենա։ Այո։ Մի հատ կին կա, ինքը բժշկ է ու ոնց որ շատ խորհուրդներ է տարբեր ու միշտ է ասում 10 անգամ ես ասել 20, 30 չէ, դու պետք է ասես 100, 200 անգամ, որ երեխեքը տարիներ չհասկանան։ Ինչ որ ինքնուրույն բաները ոնց է տարիների ընթացքում ձևավորում։ Ի վերջո երեխան 2 տարեկանում նոր սկսում է ինչ որ բառեր եւ այլն, մի տարեկանում հազիվ քայլել։ Այսինքն այդ ամենը ժամանակ է պահանջում։ Միանշանակ, ուստեղ նաև կարևոր է նշել, ես իհարկե թեմայի հետ կապ չունի, բայց օրինակ լոգический մышление, аналитик мышление, իրանք չունեն այդ։ Իրանք սկսում են նոր ձևավորել։ Դա կարող օգնի ծնողին հասկանալու, որ նորմալ է, որ երեխան հա միանգամից sense չի պատկերացնում, չի հասկանում, չի վերլուծում, որ հա էս հետևանքն է, էս պատիժն է կամ ինչ որ դիմացին հաճելի չէր ցավալի կամ ինչ-որ բան։ Ու նաև ծնողին գուցե կարա օգնի այն միտքը, որ ժամանակ կա, չի որ մի անգամ ինչ որ ճակատագրական է երևի թե, բայց նաև պետք չի թողնել դա 20 տարեկանին 20 տարեկանում փորձել ձևավորել բան սեպարացվել թեկուս կամ սահմաններ ստեղծել։ Խաչա Եթե չեք ստեղծել այն ժամանակ, ու հիմա հասկացել եք, որ պետք է, իհարկե կարելի է։ Ու մի քանի արտահայտություններ, որ կարան էլի խախտեն այս սահմանները ու խանգարեն երեխայի եսի ձևավորման, այդ սահմանների ձևավորմանը, օրինակ, երբ որ դուք ինչ որ երեխուն ասում եք մի ջղայնացի, բայց ինքը օրինակ չէր ջղայնանում, ինքը ասենք տխուր էր։ Այդ նշանակում է, որ դու խախտում ես իրա ու իրա հետի կապը, ու ինքը չի կարող հասկանալ, ինքը ոնց որ մաման ասաց ջղայնանալ, կարող է ջղայնանում է, բայց ինքը ասենք տխուր էր, ու ինքը չի կարող լավ հասկանալ ինքը ինչա զգում։ Դրա համար օրինակ կարելի է ասել հիմա ինչ ես զգում, կարող է դու հիմա օրինակ ջղայնություն ես զգում, մի քիչ ավելի նուրբ է պետք լինել, իհարկե մենք շատ իդեալիզացված ենք այս ամեն ինչը բացատրում, ամեն ինչ այդքան նադյել է հեշտ չի, բայց այս ամեն ինչը կարևոր է իմանալ ու կարևոր է անընդհատ փորձել, որպեսզի հետագայում մենք կարողանանք ունենանք ավելի առողջ հոգեկան աշխարհով, ֆիզիկականով նաև ինչի՞ չէ արդեն մեծ երեխաներ ու իրանց ոնց որ կոպիտ ասած մենք ստեղ նպաստում ենք իրանց մեծ կյանքում ավելի քիչ խնդիրներ ունենալուն, որովհետև եթե դուք հիմա այդ սահմանը չտնեք, ինքը մեծանալու է, խնդիրներ ունենալու, գնալու է թերապեի, ծախսելու է գումար, ժամանակ, ռեսուրս այդ ամեն ինչի վրա, որ ինքը ինչ որ մի տարում, 2 տարում սկսի սովորել այդ ամեն ինչը անել, ինչի՞ չէ, եթե դա կարելի անել հիմա, ինչ որ բաներ կարդալով, միասին ուսումնասիրելով, ամեն դեպքում ինչքան էլ բայց կարդաք ուսումնասիրեք, մեկը գնալու է թերապևտ։ Ամեն դեպքում իհարկե իդեալական ու շատ լավ մենք չենք կարող անենք ոչ մի բան, բայց գոնե կարանք նպաստենք ավելի լավ միջավայր ստեղծենք իր եսի ձևավորման, սահմանների ձևավորման ու առողջ հոգեկան աշխարհի համար։ Այո, եւ կուզենք նշենք, որ այս ամենը բացարձակ քննադատության մասին չի եւ մենք բացարձակ չենք քննադատում որևէ մայրիկի կամ հայրիկի, ավելի ոնց որ փորձում ենք աջակցող ինչ որ ինֆորմացիա տրամադրել եւ
հոգուտ, հա, ինչ որ բան ասել, որ դա նաև ձեզ ավելի երևի կօգնի, ինչքան երեխան գնալով մեծանա, այնքան ավելի կհեշտանա այդ աշխատանքը, եթե մանկուց փորձեք, քանի որ չափահասը ծնողն է եւ ծնողն է պատասխանատու այդ ամբողջ process-ի համար։ Ու ոնց մենք հաճախ մեր ոդկասթների ժամանակ ասում ենք, բացարձակ ամոթ չի տեղեկացված չլինելը, բայց կարևոր է որ լինես տեղեկացված, եթե կա այդ հնարավորությունը, ինֆորմացված, որովհետև շատ մեծ հավանականությամբ կարող է լինել, որ դուք այս մասին չգիտեիք, հիմա ոդկասթը նայեցիք, գիտեք, ուսումնասիրեցիք ու փոխեցիք որոշ բաներ, այդ շատ բնական է, նորմալ է, որ կարող լինի տենց։ Ու երբեք ուշ չի ընթացքում փոխել ինչ որ բաներ, երբեք ուշ չի հետ գնալ, նկատի ունեմ ավելի հետ նայել, տեսնել ինչի կարա բերած լինի արդեն այդ կետում փոփոխել որոշ բաներ, ինչի չէ նաև օքեյ է, եթե դուք բացարձակ ոչ մի բան չուզեք փոխեք, ամեն ինչն էլ նորմալ է։ Ուղղակի ավելի ինֆորմացիայի տեսակետից մենք ձեզ օգնում ենք լինել ինֆորմացված։ Ծնող եւ երեխա հարաբերություններում, երբ որ ծնողը օրինակ երեխայի հետ խոսում է, զրուցում է, սահմանների մասին է խոսում եւ այդ ամենը քննարկվում է, կարեւոր է եւ ավելի արդյունավետ, երբ որ օրինակ այդ սահմանն ու ինքնաճանաչումը, այդ process-ները կենտրոնում են եւ պատասխանում են երեխայի եսի շուրջ, այսինքն երեխան իր ֆոկուսը իր դեպի ներս է ուղղում եւ աշխարհը փորձում է ճանաչել, տեսնել իր զգացածի, իր ապրումների, իր տեսածի հիման վրա, հա, եթե կարելի այսպես ասել։ Ու նաև մի կարևոր բան էլ նշենք ստեղ, որ սահմաններ դնելը, հարգելը, հասկանալը, ճանաչելը չի նշանակում, որ մենք երեխաներին չենք դաստիարակում։ Իհարկե կա այդ դաստիարակությունը, ես շատ հակված եմ քո անձնական փորձը որպես դաստիարակություն դիտարկելուն, բայց ամեն դեպքում մեր տեսակետները կարան տարբեր լինեն ու չի նշանակում, որ եթե դու սահման ես դրել կամ երեխայի կարծիքը կարևորել ես, ուրեմն ինքան դաստիարակ է եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը կարա լինի իրար հետ, հա, կարաս դու դաստիարակես, ցույց տաս ու նաև հարգես իր սահմանները, իր եսը, որովհետև իր եսը ամեն դեպքում ձևավորվելու է, դա բնական process է, այստեղ կարևոր է որ ծնողը աջակցի, ոչ թե խանգարի եսի ձևավորմանը ու խնդիրներ հավելյալ ինչ որ խնդիրներ չառաջացնի, բայց ելի եմ ուզում կրկնեմ, որ սա շատ ինչ որ իդեալական տարբերակի մասին է, մենք բոլորս էլ մարդ ենք ու կարանք ինչ որ պահերի ինչ որ բաներ խախտենք, բնական է, դա չի կարա իդեալական լինի, բայց ոնց որ ձգտելը ավելի լավին, շատ ավելի լավ է։ Այո, վնաս չունի։ Սահմանները դնելով մենք երեխաների մոտ կարողանում ենք ձևավորել հետագայում արդեն այն կարողությունները, որ ինքը իրան լսի, իրան կարևորի, սա ինչ որ էգոիստության ու եսակենտրոնության մասին չի, այլ ոնց Անին նշեց, ֆոկուսդ ինքդ քո ներսը լինի, այլ ոչ թե դուրս, արտաքին աշխարհ, ինչը շատ կարևոր է, մենք թերապիայում հաճախ ձգտում ենք դրան, որ կարողանանք մենք մեզ կարևորենք, հասկանանք ինչ ենք ուզում, ինչա մեզ պետք է կյանքում, իսկ այդ շատ մանկուց է դրվում այդ կարողությունը, որ քեզ կարողանաս լսես։ Ձևավորում ենք կարողություն ասել ոչ, ինչ էլի շատ կարևոր է, հա, մեր արդեն մեծ տարիքի կյանքի համար, ու այդ կարելի է ձևավորել երեխայի մոտ, եթե դու չես ուզում, ուրեմն չէ, իհարկե այն մասին չի, որ չէ, եթե չես ուզում ոչ մի բան էլ մի արա, այլ այն մասին է, որ բաներ կա, պետք է անել ու այդ կարևոր է, որովհետև օրինակ սա քո առողջության համար է, սա, չգիտեմ, օրինակ ինչ որ շատ կարևորություն ունի, բայց եթե օրինակ չեմ, եթե ինքը իր խաղալիքը չի ուզում ուրիշին տա, չասես, չէ, պետք է տաս, հա, այլ ասես, որ օքեյ, դա քոնն է, եթե դու չես ուզում տաս, մի տուր, բայց օրինակ շատ լավ կլինի, որ եթե մտածես այն մասին, որ գուցե տաս, կիսես իր հետ, որտեվ կարողա դու էլ ուզես իր խաղալիքը ինքն էլի քո հետ կիսի, բայց եթե դու չես ուզում, պետք չի։ Ու եթե երեխան օրինակ չի ուզում իրան պաչեն, գրկեն, չստիպես ասես, չէ, թող քեզ պաչեն, մարմնի սահմանները պաշտպանել, այո։ Շատ կարևոր բաներ կա, որ երեխային անպայման պետքա սովորացնել այդ սահմանների հետ կապված, որ հետո ինքը այդ ոչ ասելը իմանա, մերժելը կարողանա, եթե իրան պետք չի։ Այո, նույնիսկ կան հոդվածներ այն մասին, որ օրինակ Հայաստանում, չգիտեմ, արտասահմանում ծնողները երեխաների հետ պարապում են շատ բարձր գոռալը, որ օրինակ ինչ որ վտանգավոր պահերի երեխան կարողանա արտահայտի դա գոռոցով կամ ինչ որ բառով, բարձր գոռալով, էլի նույն այդ սահմանների խախտելու դեպքում կամ ինչ որ ինքնապաշտպանության տեսանկյունից գոռալ ինչ որ բան։ Շատ հավես է, որ կարաս նպաստես երեխայի ապահովությանը, որտեղ ինքը միշտ չի որ քո կողքն լինելու, ոնց որ դու որպես ծնող պիտի կարողանաս իրան տաս այդ ինքը իրան պաշտպանելու կարողությունները։
ինքը իր սահմանները պահելու հմտությունը, հա, այսինքն այս ծնող երեխա հարաբերություններում սահմանների մասին որ ասում ենք, երևի կարա մի քիչ հասկացվի նենց, որ դուք եւ միայն դուք եւ երեխա, հա, ձեր եւ երեխայի միջև ինչ որ սահմաններ դնելու մասին է, բայց չէ, երևի ավելի շատ հենց որ երեխան կարողանա զուտ հասկանալ սահմանը ինչա առհասարակ, ինչ կյանքի որ բնագավառներում է դա, որն է իրան վերաբերում, որն է կողքինին վերաբերում, ոնց ասեցինք, որտեղ է իրենը սկսվում եւ ավարտվում եւ սկսում դիմացինինը, այսինքն ինչ-որ շատ բազմաշերտ է, էլի, միայն ուղղակի ծնող երեխայի միջև չի։ Այսինքն երևի ծնողը ավելի շատ օգնող, աջակցող ինչ-որ կարևոր ֆիգուրա, այո, որը ճիշտ պետք է անի ամեն ինչ իդեալական աշխարհում։ Հա, ու համել կարևորան կարում է։ Այո, նենց ոնց կարում է, բայց լավ կլինի ինֆորմացված լինի։ Ու նաև կարևոր է նշենք, որ սահմանները դնելը նաև թույլ է տալու հետագայում մեծ տարիքում հարաբերություններ կառուցելու հարցում։ Այդ ամենակարևոր կետերից մեկն է, որ օրինակ չձուլվի իր կողակցին կամ նենց չլինի, որ ինքը ասի, չէ, ինձ ոչ մեկ չպետքա մոտ գա, վախենա հարաբերություններից կամ շատ տրվի հարաբերություններին։ Մի խոսքով այդ առողջ հարաբերություններ կառուցելու հիմքը էլի դրվում է փոքր տարիքում ծնող երեխա հարաբերությունների մեջ։ Բայց իհարկե, այստեղ նշենք, որ որոշակի տրավմատիկ իրադարձություններ կյանքում կարան բերեն խնդիրների, ոնց որ մենք դրա մասին չենք, այլ ավելի ինչ որ չգիտեմ, դասականի մասին ենք, հա, ինչ որ իդեալականի մասին ենք ավելի խոսում, բայց ավելի հա, հենց տենց է, որ չենք հաշվի առնում հիմա ինչ որ տրավմատիկ իրադարձություններ ձեր կյանքի։ Պատասխանատվության զգացում, որոշումներ կայացնելու կարողություն, այս ամեն ինչը նույնպես կարա ձևավորվի ու մեծ հաշվով ձևավորվում է սահմանների դնելու հետևանքով, ամեն դեպքում շատ բան կախված է սահմաններից։ Ու լավ է, որ այդ լինի ճիշտ։ Հիմա ասենք մի քանի օգնող արտահայտություն, որ կարող են ձեզ համար արդյունավետ լինել այդ ծնող երեխա հարաբերությունում սահմանները պահելիս։ Օրինակ, չասել, ինչ ես անկապ ջղայնանում, էլի ջղայնացար, այլ օրինակ ձևակերպել այսպես. Ես տեսնում եմ, որ դա քեզ ջղայնացնում է, ես քո կողքին եմ եւ պատրաստ եմ աջակցել քեզ։ Տալ ընտրության հնարավորություն, հա, այն բաները ինչ որ ինքը կարա մասնակցի, ինքը ամեն դեպքում ձեր ընտանիքի անդամ է, ու իրան պետք է վերաբերել որպես ընտանիքի անդամ ու կարծիքը կարևոր է։ Տալ իրան ընտրության հնարավորություն, թե ինչ կուզես խաղանք, ուր կուզես գնանք, ինչ կուզես հագնենք, այն բաները ինչի մեջ որ ինքը մասնակցելու է, իրան տալ այդ ընտրության հնարավորությունը, իհարկե կա այստեղ լայֆ հակ, որ կարելի է տալ այդ իլյուզիա վիբրան, հա, ես ուզում թե կարա աշխատի, հա, բայց այդ ընտրության հնարավորություն տալ, որ ինքը իմանա, որ ինքը կարևոր է ու ինքը կարա ընտրի, ես կարամ ընտրեմ։ Ընտրելու հնարավորություն Մոնտեսորի մեթոդում կար դա, որ արտահայտություն կար սահմանափակումների մեջ ազատություն, այսինքն հասկանալի է, որ ինչ որ տարիք կա երեխայի, որ դեռ պետք է սահմանափակումների մեջ լինի, թե ֆիզիկապես, թե ուղղակի ինչ որ ընտրության հարցում նույնիսկ հագուստը գիրք կարդալ ինչ որ բանը, ոնց որ այդ քո ասած ստեղծում ես ինչ որ իլյուզիա, նո իլյուզիա չի, առողջ ինչ որ, էդ էլ այդ սահմանն է, այդ տարիքային, ոնց որ ստեղծում ես այդ մի քանի գիրքն է, մի քանի խաղալիքն է, դրանց մեջ է ընտրում ինքը արդեն։ Այո։ Նաև հարգել երեխայի չեն ավելի կոնստրուկտիվ ձևով, օրինակ, երբ որ ասում է, որ չի ուզում այսօր լվանալ իր ատամները կամ առհասարակ լվանալ, ոչ թե ասել դե չես ուզում էլ երբեք մի լվացի կամ չէ, անպայման պետք է լվանալ, բա, այլ օրինակ ձևակերպել այսպես, որ գիտեմ, որ կարող է այսօր կամ առհասարակ քեզ դժվար է դա տրվում կամ քեզ այդքան էլ հաճելի չի, բայց ինչ որ բաներ կան, որ պետք է անել, որովհետև օրինակ բերել, որ ատամների հիգիենան է կարևոր, որպեսզի, չգիտեմ, գեղեցիկ ժպիտ ունենաս, բերանից ստված հոտ չգա, հա, ինչ որ օրինակներ բերել, թե ինչու է այդ գործողությունը կարևոր իր համար, եւ դա անել կարծողական ձևով եւ ոչ թե ստիպելով կամ ինչ որ ծայրահեղական մեթոդների գնալով կամ նեղանալով երեխայից, հա, այսինքն փորձել իր հետ լինել աջակցող մեծի դերում լինել իր համար եւ երևի չկատաստրոֆիզացնել, եթե այդ օրը դե չի ուզում, դե ինչ որ պահի եթե զգում եք, չգիտեմ, ձեր ռեսուրսը էլ չի հերիքում, հանգիստ հանձնվել, հա, դե լավ, արի այսօր որոշում ենք, չէ, բայց վաղվանից օրինակ
կսկսենք նորից բանալ, ինչ որ այդպես ինչ որ ամենօրյա աշխատանք անել։ Հա, ինչ չէ, կարա հետևի 10 օր, մի ամիս, 2 ամիս դուք իրան տենց բերեք նրան, որ հա չէ, պետք է ադամներ լվանալ։ Ու այստեղ նաև շատ կարևոր է նշենք, որ երբ որ ինքը հասկանում է, որ ինքը ինչ որ բաներ պիտի անի, որ ինքը չի ուզում, այդ իր մոտ նաև ձևավորում է հենց անել ինչ որ բաներ, ինչ որ չի ուզում, այդ բավականին լավ կարողություն է, որովհետև դու մեծ տարիքում հաճախ Սովորաբար չէ, բայց հաճախ անում ես ինչ որ բաներ, ինչ որ չես ուզում, ստիպված։ Ու լավ կլինի, որ փոքր տարիքից էլ ոնց որ ունենաս, որ հա դե լավ, դե էսի հա, չգիտեմ, ատամներս լվում եմ, լավ է, մաքուր է, կարիես չունեմ, հետո չեմ գնալու ատամնաբուժի, նույնը հետո է, հա, ես հիմա չեմ ուզում օրինակ գնամ աշխատանքի, բայց գնում եմ աշխատանքի։ Սովից չմեռնեմ, շատ լավ է ամեն ինչ։ Այսինքն ինքը էլի կարողության ձևավորում է, էլի։ Կամ օրինակ կա նաև sense տարբերակ, որ խելամտության սահմանում իհարկե, եթե իրան դա չի վնասում կամ ինչ որ ինձ բանա որ կարելի է թողնել իր նրան, որ օրինակ երեխան դա չանելով տեսնի դրա հետևանքը, օրինակ չգիտեմ 5 օր չի լվացել ատամները, գա այդ տհաճությունը իր բերանում, այդ դեղին, չգիտեմ, հետքերը, ուտելիքի հետքերը եւ այլն, էլի հիշացնել, առաջարկել եւ այլն, բայց շատ առանց բանանելու, էլի, շատ դրա վրա ֆոկուսը չտանելով։ Այո, միշտ այնտեղ պահել իր խոզանակը բանը աչքի առաջ, որ ինքը այդ որոշումը դե դա եւ մի քիչ ալի մեծ տարիքի մասին, չգիտեմ 6-7 8, երբ արդեն ինչ որ առօրյա ունի երեխան, դումա, տենց ինչ որ բաներ, երևի այդ էլ կարա օգնի։ Ու իհարկե սեփական փորձի օրինակը լավ կլինի, որ այդ բաները անեք իր մոտ, որ ինքը տեսնի։ Այդ նույնը ոնց փոքր ժամանակ ուտելն են սովորացնում, նույն ձև ատամ լվանը, որ ինքը տեսնի, ասենք շեմ, հա, միասին առաջարկել։ Հա, իրար հետ լվանալ հերթով, որ երեխան իմանա, որ հա, մաման էլ է լվում, պապան էլ է լվում, պապան էլ է լվում, դրա համար կարելի է անել, ոնց որ ես էլ լվամ, ինչի՞ չէ։ Ու մի հատ էլ շատ կարևոր բան կուզեմ ստեղ ավելացնեմ, սահմանների ձևավորման շատ կարևոր փուլերից է, որը հաճախ բաց ենք թողում, երեխային պետք չի, կարիք չկա բացարձակ կիսել ձեր բավականին բարդ, ծանր իր համար ապրումներն ու մտքերը կամ խնդիրները, ինչ որ կա գոյություն ունի, որովհետև այդ իր մասին չի, այդ իր պատասխանատվության դաշտում չի, իր պատճառով չի, իսկ ինքը այդ իր վրա կվերցնի, դրա համար կարիք չկա, որ երեխաները իմանան ինչ որ վատ բան եմ, հա, ինչ որ թեթև տենց տխուր եմ այսօր հոգնած եմ, բան եմ կարան իմանան, բայց որ գիտես մենք ֆինանսական խնդիրներ ունենք, դու չես կարանալու ես իմինչ, կամ գիտես դու անդադ ամեն ինչ որ բան ես ուզում։ Հա, մեղադրել իրան, որ ինքը ինչ որ կարիքներ ունի։ Մի խոսքով մի կիսեք ձեր երեխաների հետ ձեր դժվարությունները, դուք եք ապորան ոչ թե ինքը, դուք եք ինքնա ձեր վրա հենվելու ու սովորելու, այլ ոչ թե դուք եք իր վրա հենվելու ու սովորելու ինչ որ բաներ։ Հա, այդ ապահովության զգացումը կարևոր է, որ ամենակարևորներից է։ Զգա։ Եվ ցանկանա վերադառնալ Այո, տուն եւ ընտանիք, որ երեխան իմանա, որ հա ինձ այստեղ սպասում են, կօգնեն, ես այստեղ ապահովեմ անկախ ամեն ինչից, այդ իրան շատ օգնելու է տարբեր ոլորտներում կյանքում, այդ թվում եւ սահմաններ կառուցելիս։ Ու իհարկե չմոռանանք ստեղ նշել, որ սեփական փորձի օրինակը ամենակարևորն է, ու եթե դուք ուրիշների սահմանները կամ հենց երեխայի սահմանները չեք հարգում, բնականաբար ինքը չի կարողանա սովորի ինչ է սահմանը ու ոնց հարգել դիմացինի սահմանը ու ոնց պաշտպանել սեփական սահմանը։ Դրա համար կարևոր է ամեն դեպքում, որ դուք ինքներդ էլ նպաստեք ձեր սահմանների ավելի լավ պաշտպանելուն եւ ուրիշների սահմանները ավելի հարգելուն։ Ու sense մի հարց, որը էլի կօգնի ձեզ այս ամբողջ ընթացքում, եթե լսում եք մեզ, ձեզ հարցնեք, ես հիմա իմ երեխային եմ հարմարեցնում ինձ, թե օգնում եմ իմ երեխային դառնալ անհատ, որին կյանքում հետագայում ավելի հեշտ կլինի ապրել, գործել, ստեղծագործել։ Այսօրվա համար այսքանը, սահմանները այսքանն էին, իրանք շատ կարևոր են ու իրանց լավ կլինի ուսումնասիրել ու պահել ու հարգել։ Այո, ապրեք որ լսում եք մեզ։ Շատ ապրեք, պաչիկներ ձեզ։